մյուս քաղաքացիներին ընդունում է, ինչ շուտ։ Մենք ընդունելություն ունենք հերթագրված, այո, քաղաքացին հիմա ընդունելությունը իրականացվում է, ձեզ նպատակարար չեն գտնում ընդունել։ Ես այլևս չեմ կարող որևիցե հարցի պատասխանել։ Ինձ տեղեկացրել են, որ ձեզ նպատակարար չեն գտնում ընդունելու։ Մյուս քաղաքացիներին ընդունում են բացի ինձնից։ Ճիշտ եմ հասկանում։ Շատ շնորհակալ եմ։ Ես ճիշտ ասած զարմացած եմ sense պատասխան լսելու։ Ոչ թե չեմ սպասում, այսինքն նրան այդպես իրավունքը ով է տվել, այսինքն ո՞նց թե չի ընդունում քաղաքացիները, իրանք են նախաձեռնողը, այսինքն ցանկացած քաղաքացու իրանք պիտի ընդունեն առանց պատճառաբանություն ներկայացնելու, ընդ որում պարզվում է որ ոչ թե ընդունելությունն է չեղարկվե, ես տենց հասկացա պարզաբանող աշխատակցից, այլ իզից առաջ քաղաքացի ընդունել է եւ կարող է իզից հետո էլ ընդունի, չի պատրաստում միայն ինձ ընդունելու։ Սա ուղղակի խուսափում է, վախենում է երևի, այսինքն այն փաստարկների լսելուց, այն բաներով, այսինքն պատասխաններ չունի ըստ էության, բայց սա ձև չի, ես կարծում եմ, որ մենք հələ պետք է հասկանանք, թե սրա նկատմամբ ինչ լուծում է։ Ես ինքս բարձրաստիճան պաշտոնյա եմ եղել, ես մարզպետ եմ եղել, երբ որ քաղաքացիների ընդունելություն ա եղել, մենք բոլոր քաղաքացիներին ընդունել ենք մինչև վերջին մարդը, ով որ հերթագրված ա եղել, ես իմ պրակտիկայում նման բան չեմ տեսել, նման բան չեմ հիշում, ասենք ընտրողաբար վերաբերվել քաղաքացիներին, ում են ընդունում, ում չեն ընդունում։ Բայց օրենքում կամ արժեքավորական օրենքում Սա կոպտագույն խախտում է, ես կբողոքարկեմ նրա անգործությունը, որովհետև որևէ հիմա ասենք ուրիշ բան ասեն, որ ինքը, չգիտեմ, ընդհանրապես քաղաքացիների ընդունելությունը հետաձգվում է ինչ-որ իր առողջական խնդիրների պատճառով, ասենք, չգիտեմ, WhatsApp-ով հաղորդագրություն ստացել եւ ասենք ինսուլտ է տարել, վատ է, տարել են հիվանդանոց, դա օրինակ պատճառաբանություն է, բայց ասենք գալ այստեղ ընդունել քաղաքացիների մի մասիվ կոնկրետ ինձ չընդունել, սա ուղղակի կամայականություն է։ Սա չէ, սա պատասխան ունենալու է, սա չի մնալու։ Չէ, ո՞նց է սպասելի։ Ասենք այլ բանա ես նախաձեռնեմ ինքը մերժի հանդիպումը, չէ, բայց իրենք են նախաձեռնողը։ Ես կարդացել եմ ազգային ժողովի կայքում, որ քաղաքացիների ընդունելությունը ազգային ժողովի փոխնախագահի մոտ զանգել եմ, գրանցվել եմ, իմ անձնական տվյալներն են ճշտ, ես դրանք բոլորը հայտնել եմ ինչի համար, այս ընդունելությունը կայանալու նպատակով եւ հիմա դրանից խուսափելը դա չգիտեմ, դա պաշտոնական պարտականությունների կատարումից խուսափում է, ես պիտի հասկանամ, բա ինքը էլ ինչով է զբաղվում, ինչ անում։ ասում եք անհետևանք չի մնալու, ինչ եք պատրաստվում։ Ես ճիշտ ասած պետք է հələ մատ խորհրդակցեմ իրավաբանների հետ հասկանալու համար, ասենք այս անգործությունը քրեական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունա թե չէ, վարչահարության ինչ կամ վարչահարության իմաստով ինչ է սա նախատեսում, որովհետև սա ակնհայտ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իր պարտականությունների կատարումից խուսափում է ու անհասկանալի պատճառաբանությամբ, այսինքն ոչ օբյեկտիվ պատճառ, սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում։ Մանավանդ ես իրեն անձնական հարցով, ինձ հարցրել են ինչ հարցով եք ուզում դիմել, ես ասել եմ, որ հանդիպման նպատակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի քննարկումն է իր հետ, ինչը իր որպես պատգամավորի պաշտոնական լիազորությունների շրջանակում, այսինքն ես իրեն անձնական հարցերով չեմ դիմում, որ ինքն էլ ընդհանրենք ասի, ես անձնական հարցերով ընդունելություն չեմ անում։ Սա օրինակ օրակարգում այլ հարց լիներ, ոչ թե իմպիչմենտի, հնարավոր է ձեզ ընդունել։ Չեմ կարող ասել, եթե հիմա ինքը իր պարտականությունների կատարումից հրաժարվում է, ինչ տարբերություն, ինչ հանգամանքներում է հրաժարվում։ Ինքը ասում է, ընդ որում ասում է, ձեզ աշխատակիցը տենց բացատրեց, ասում է, ձեզ չի ընդունում։ Այսինքն կարելի է գնալ ընտրությունների, համատարած ժողովրդին խաբել, գրել այս ծրագիրը, գալ ազգային ժողովում հավանության, բայց անել Ալիևի պահանջները։ Ու դա լուրջ է։ Ու երբ որ մենք Հայաստանի քաղաքացիներով ասում ենք, հələ մատ լրջացեք, ձեր գործով զբաղվեք, ասում են, հենց ինչ անլուրջ նախաձեռնություն է։ Ոնց կարան ԿՊ-ականները Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնեն։ ԿՊ-ական չէ մեր հարգարժան Աննա Գրիգորյանը։ Տեսավ դավաճանախումբը դուրս եկավ, հիմա դեմներն է պայքարում։ ԿՊ-ական չէ Թաքուի Թովմասյանը։ Տեսավ դավաճանախումբը դուրս եկել պայքար է տանում դրանց դեմ։
Տեսեք, քանի կուսակցություններ են ի սկզբանե աջակցել Նիկոլ Փաշինյանին։ 18 թվականի կառավարությունում ովքեր էին կոալիցիա։ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը իր նախարարները չէին։ Արթուր Խաչատրյանը, Արծվիկ Մինասյանը իր նախարարները չէին։ Մեհեր Գրիգորյանն է մենակ մնացել սովետական միլիցիայի նվեր Անտառամեջ գեղի հասարակությանը։ Պարոն Ղազարյան, նախ կանները եւս, հա, Հովիկ Ղազարյանը եւս նման գործընթաց է սկսել ու ինքն էլ ասում է, որ պատրաստ է ձեզ հետ, քիչ առաջ մենք ներեցուցում ենք, ասում է, որ պատրաստ է ձեր տրամաբանության մեջ է երկու նախաձեռնություններն են ու պատրաստ է քննարկումներ սկսել թեկուզ հենց վարչապետի տեխնացուի շուրջ։ Ես կարծում եմ, որ ԿՊԱ-կան վարչապետի տեխնացու կարող են լինել նախին ԿՊԱ-կաններից մեկը։ դա իր մոտեցումն է։ Ես նորից եմ ասում, իր հայտարարությունները նախաձեռնությունը մեր տրամաբանության հետ չի հակասում, որովհետև մենք ասում ենք դուք պատգամավորներ եք, մենք բոլորին ենք դիմել։ Պատգամավորները պիտի վերահսկեն կառավարությանը եւ եթե ծրագրի շեղումներն սկսեն անվստահության գործընթաց։ Թե անվստահության գործընթացում որ պատգամավորը ինչ պատկերացումներ ունի, դա իր իրավունքն է։ Ես չեմ կարող Հովիկ Աղազյանին ասել, թե ինքը վարչապետի տեխնացուի ընտրության հարցում ինչ սկզբունքներով առաջնորդվի։ Եթե նա գտնում է, որ դա պիտի լի ԿՊ-ից երբևէ համագործակցած լինի, դա իր պատկերացումներ է։ Ես չեմ կարող պատգամավորի որոշման վրա ազդեցություն ունենալ։ Բայց մյուս պատգամավորներն էլ կաշկանդված չեն Հովիկ Աղազարյանի դիրքորոշումով, այսինքն այլ պատգամավորներ կարող են այլ մոտեցումներով առաջնորդվել եւ ամեն մեկը սկսի այս պահին ազգային ժողովում ըստ ազգային ժողովի կանոնակարգի կարող է սկսել 107 գործընթաց վարչապետին անվստահություն հայտնելու մասին, ամեն մեկը իր վարչապետի որից հետո քաղաքական քննարկումները, որ ասում եք պարոն Աղազարյանը պատրաստ է քաղաքական քննարկումներ, ինչը որ նորմալ է, էլի, պիտի բերեն հանգեցնեն ի վերջո ամենառացիոնալ, ամենաարդյունավետ որոշումներին, իսկ քաղաքական գործիչները դրա համար են, որ քննարկումների արդյունքում կան ռացիոնալ որոշումներին, այլ ոչ թե պետության սահմանադրական կարգի հիմունքները տապալեն ու նստեն նայեն իրար երես, ասեն դե գիտեք ինչ, հիմա դրա ժամանակը չի, փողոցում զանգված չկա, ավանսով ու պատգամավոր բերող չկա։ Դե եկել են որ բերեմ այդ պատգամավորներով էր այդ մասին խոսում, թող գա միասին բերենք, ասենք ես մենակ պիտի բերեի։ Դե թող գային ազգային ժողովի պատգամավորներ էին, չէ՞։ Մասնավորապես օրինակ ասենք Հայաստան դաշինքի գործիչները, որ ինձ ասում են գնա պատգամավոր բեր, եկել էի Ռուբինյանին բերեի։ Հիմա գայեք ձեր ազգային ժողովի փոխնախագահին շեն թողնում, չէ՞, մտնեմ ներս, պատգամավորին խո չեն կարա չթողնեն։ Դու մատ մտնեին ներս, ասեն հələ մատ արիստը, ասի ով ես դու որ քաղաքացու ընդունելություն ես հայտարարի, քաղաքացին եկելա չես ընդունում։ Բա պայքարը ո՞նց է ալնում։ Միասնական ջանքերով ալնում, չէ, ծիծաղի առարկա է։ Ուզում եք հայհոյեք ինձ, հասկանում եք, ուզում եք թող ես այդ վիրավորանքները անձնական չեմ ընդունում։ Բացարձակապես, որովհետև իմ պայքարը իմ անձնական խնդիրների համար չի, որ այդ պայքարի շրջանակներում էլ մեկը ինձ վիրավորի, ես անձնապես վիրավորվեմ, նեղանամ, խռովեմ, ես սրանով չզբաղվեմ։ Ուզում են թող ամենավերջի հայհոյանքները տան, այդ հայհոյանքները ես ինձ վերաբերելու չեմ համարում։ Այս շատ լուրջ գործընթաց է ունենալու է արդյունք, ինչքան էլ ուզում է Ռուբինյանը խուսափի կամ մյուսները խուսափեն, ինչքան էլ ու կտեսնեք թե այս ամեն ինչին հասարակությունը ինչ վերաբերմունք է ցուցաբերելու։ Եթե մի օր ես խնդրեմ ժողովրդին, որ գան Ռուբինյանի հետ միասին ես գնամ հանդիպման, ու ստեղ լինի 100,000 մարդ, այդ վաղ մեկ սաղս պիտի գնենք Ռուբինյան ման գանք։ Այդ օրը լինելու է։ Այդ դեպքում կարող է հայտարարեք ձեր անունը որպես վարչապետի տեխնացու։ Ես նման հավակնություններ չունեմ եւ կարծում եմ, որ այդ հարցը պատգամավորների որոշման տիրույթում է։ Ես ինքս նման հավակնություններ չունեմ։ Այդքան մարդ պարտադիր չի որ հավաքվի, որ նախաձեռնության հեղինակը հավակնություն ցուցաբեր։ Այդքան մարդ կարա հավակնի եւ ցանկացած ուրիշ մեկը դառնա վարչապետ։ Իմ նպատակը այնա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է, ոչ թե ինչ որ մեկին վարչապետ կարգելը։ Դուք վաղուց այսպես ձեր այս թեզը, որ պետք է impeachment հայտարարեն պատգամավորները նոր չէ եւ որևէ արդյունք էս պահին չկա ձեր հետագա քայլերը եւ եղել են ժամանակներ, որ այո փողոցում մարդ եղել է բավականաչափ, այսինքն ինչ հիմքերով է սա հնարավոր, որ իրական դառնա։ Մեր քայլերը շատ հստակ են, շատ որոշակի եւ ինչն է կարեւոր, մեր մոտեցումները ինչ են անխոցելի, որովհետեւ հիմնված են բացառապես սահմանադրության օրենքների եւ առողջ տրամաբանության վրա։ Ով ինչ ուզում ասի չեն կարալու դրանից որևէ շեղումներ թույլ տան։
Հիմա տեսեք ես ինչ եմ անում։ Նամակը գրել եմ պատգամավորին, պատասխանումից ստացել եմ, չեմ ստացել, ես դրանով չեմ բավարարվում։ Ես հետևողականորեն փորձելու եմ իրաց դա բացատրել։ Եթե դա չլինի, ես դիմելու եմ ժողովրդի աջակցության։ Ասեմ, տեսնում եք, այն ինչ որ ես հիմա ես օրինակ ոչ մի մարդու չեմ խնդրել որ գա։ Ձեզ խնդրել եմ լրագրողներին, այն էլ հետաքրքրության դեպքում, եթե հետաքրքիր է, ցանկալի է, եկեք լուսաբանելու։ Ոչ մի մարդու չեմ խնդրել որ գան, հիմա փողոցը փակեին, իրանց բռնեին, տանեին, ըստ ոստիկանության հետ, բախումը դրա կարիքը չկա։ Ես մենակով այդ չարչարա, էսա չարչարանքա, տեսնում եք, չէ, հեշտ չի ընթանում էս ամեն ինչը։ Ես իմ բաժին ծանրությունը, չարչարանքը միայնակ տանում եմ։ Որ պահին, որ ես տեսա, որ իմ միայնակը լնելը դժվարացնում է գործը եւ ինձ պետք է այլ մարդկանց աջակցություն, ես այդ ժամանակ խնդրել եմ ժողովրդին այս նույն բանը անելու համար։ Հետո այսինքն ժողովրդի աջակցությունը ոչ մի այլ բան չի ենթադրում, քան որպիսի մենք բոլորս միասին խնդրենք մեր падգամավորներին, որպեսզի իրենք իրենց պարտականությունները կատարեն առանց նման հիստերիկ ամբիցիոզ դրսևորումներով։ Սա հիստերիայի դրսևորում է, այսօրվա Ռուբինյանի վարքագիծը, սա միամիտ հիստերիկ մարդու վարքագիծը։ Գրաֆիկ ունեմ։ Գրանցվել եմ ես բոլոր, մենակ վաղը չկա հանդիպում, գրաֆիկով ես դրանց հանգիստ չեմ թողնելու։ Հերթով, սամը իրանց կողմից սահմանված օրը, հեսա անձնական նամակներն եմ գրելու, անձնական Վահագ Ալեքսանյանը ինձ մի հատ պատասխան է գրել, որը ես հասկացել եմ ինքը իմպիչմենտի էությունը չի պատկերացնում։ Պետությունը ամեն ամիս 250,000 դրամ գումար է տալի падգամավորին, կոչվում է падգամավորական ծախսերի փոխհատուցում, որպես իրանք սրճարաններում, ռեստորաններում մարդկանց հետ հանդիպեն, քննարկեն։ Հիմա պետք է խնդրեմ Վահագ Ալեքսանյանը այդ գումարների հաշվին Երևանի կենտրոնի մի ռեստորաններից մեկում ինձ համար պատվիրի մի հատ ամերիկանո, մի հատ բյուրեղ, իր համար մի լագյան ուտելիք ամեն ինչով, ինքը ասենք նստենք, ինքը ուտի ես խոսեմ, որովհետև երբեմն մարդու ուղեղը աշխատում է, երբ որ ստամոքսի հետ կապված խնդիրները արդեն լուծված, եկեն ինֆորմացիան ընկալունակությունը բարձր է, եթե ստամոքսը Պարունակություն, հիմա ինքը ուտի ես բացատրեմ, դա պիտի անպայման ուտելով ուղղեք, սոված փորով եղավ, իսկ թվում է ոչ մի արդյունք մենք չենք ունենալու։ Մանավանդ Լարչեսյանի հայլը կարող է ճիճու-միճու էլ դա ունենա։ Հիմա դա պիտի ուտի ես խոսեմ, որից հետո պիտի հասկանա, թե ինչ է իմ ասածը, ինքը գրավոր պիտի գրի, ասի ես հասկացա ձեր ասածի էություն։ Եթե չէ, պիտի ժողովրդով հավաքվենք, տանենք նրանք ուրիշ տեղ կերակրենք։ Որ հասկա պիտի հասկանան, այդ մարդիկ չեն կարող խուսափեն այդ պատասխանատվությունից, իրանց պարտականությունն է։